Բարև սիրելի բարեկամներ, ձեզ հետ Quiz AM-ն է։ Այս դասին մենք միասին կծանոթանանք do does-ի գործածության ձևերին։ Շատ կարևոր է հիշել, որ does և doesn't ձևերը օգտագործվում են եզակի թվի գոյականների հետ։ Օրինակ, boy, girl, cat, dog և he, she, it դերանունների հետ։ Իսկ do և don't ձևերը օգտագործում ենք հոգնակի թվի գոյականների հետ։ Օրինակ, boys, girls, cats, dogs, ինչպես նաև I, we, you, they դերանունների հետ։ Օրինակ, հաստատական նախադասություններում կազմությունն այսպես է. I do, you do, he, she, it does, we do, you do, they do։ Այժմ անցնենք հարցական նախադասությունների կազմությանը, որը նույն սկզբունքով է կազմվում, ուղղակի do does-ը դնում ենք դերանունից առաջ։ Օրինակ, do I, do you, does he, she, it, do we, do you, do they։ Ժխտական նախադասություններ կազմելիս առաջնորդվում ենք հետևյալ կերպ. Do does-ից հետո դնում ենք not ժխտական մասնիկը։ I do not կամ don't, you do not կամ don't, he, she, it does not կամ doesn't, we do not կամ don't, you do not կամ don't, they do not կամ don't։ Իսկ ժխտական հարցական նախադասությունները կազմում ենք don't doesn't-ը դնելով դերանունից առաջ։ Օրինակ, do not կամ don't I, do not կամ don't you, does not կամ doesn't he, she, it, do not կամ don't we, do not կամ don't you, do not կամ don't they։ Պետք է հիշել, որ do does-ը օգտագործում ենք ներկա անորոշ ժամանակաձևում, present simple։ Ներկա ժամանակահատվածի անորոշ ժամանակում ընդհանրապես կատարվող գործողություն մատնանշելու համար։ Օրինակ, he likes ice cream։ Նա սիրում է պաղպաղակ։ He goes to the library։ Նա գնում է գրադարան։ He does his homework in the evenings։ Նա իր տնային աշխատանքը կատարում է երեկոյան։ Այս նույն նախադասությունների հարցական ձևը կկազմվի այսպես. Does he like ice cream? Նա սիրում է պաղպաղակ։ Do they go to the library? Նրանք գնում են գրադարան։ Does he do his homework in the evenings? Նա իր տնային աշխատանքը երեկոյան է պատրաստում։ Այսինքն հարցական նախադասությունները կազմվում են do does օժանդակ բայերի օգնությամբ։ He, she, it դերանունների համար does, իսկ մյուս դերանունների համար do։ Պետք է հիշել, որ երբ does-ը կա, ապա եզակի թիվ երրորդ դեմքի բայի s, es վերջավորությունը անհետանում է։ Նաև պետք է հիշել, որ ներկա անորոշ ժամանակաձևում մենք միշտ օգտագործում ենք usually, often, sometimes, every day բառերի հետ։ Օրինակ, he usually gets up at 7 o'clock։ Նա սովորաբար արթնանում է ժամը 7-ին։ He often gets up at 7 o'clock։ Նա հաճախ արթնանում է ժամը 7-ին։ Adam drinks a cup of coffee every day։ Ադամը ամեն օր մի բաժակ սուրճ է խմում։ Այսքանը, հուսով ենք, որ սերտեցիք այսօրվա դասը և կկարողանաք կատարել այս թեմայի վարժությունները։ Մնացեք Quiz AM-ի հետ։